Մեկի մե բերել է Իկով է խոսում, հորից մեծ եմ, հավանական է, պապիտ հասակին եմ։ Քոչարյանի Նիկով է խոսում, մնացած ետիկով է խոսում, հեգնանքով է խոսում, վրեկս տղա է բերել։ Կլիչկին էլ ինչ-որ մագանուն է ասում են խոզ է, բայց շատ չաղ էր, հիմա բան է եղել։ Ռոժա է կբե կամ չումա է ընգեք յումրիում, ասանից է կերևա, հլը խավար չէ ասոպադիժը գլխնելին է կապելու։ Մի խոսքով, ուրեմն հիմա ես ասում եմ իմ առողջացման ծրագիրը։ Քաղաքույց հավաքագրվում է, պետությունը քաղաքից հավաքագրում է 85 միլիարդ դրամ, թվերին ուշադիր եղեք, 85 միլիարդ գյումրեցիները գումար են մուծում հանրապետական բյուջե։ Հանրապետական բյուջեից մեզ տալիս են ընդամենը 3%, որը կազմում է 3 միլիարդ 200 միլիոն։ 85 միլիարդից մեզ տալիս են 3 միլիարդ, բայց մեր հասանելիքը սահմանադրության 185 և 186 հոդվածների և տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածում ֆիքսած է, որ Գյումրիի մաս բաժինը պիտի լինի 30 միլիարդ դրամ, 85 միլիարդից պետք է մեզ հատկացնեն 30 միլիարդ, դա Հրանտ Բագրատյանի, որ աշխարհում ճանաչված տնտեսագետի մասին է խոսքը, որ լավագույն տասնյակի մեջ է մտնում, մոտ օրերս ես հրավիրեցի և ինքը ներկայացրեց, դուք հավանական է տեսել եք սայտերի մեջ կա, այսինքն 30 միլիարդի դիմաց մեզ տալիս են 3 միլիարդ, եթե մենք ու քանի տարիներ, եթե մեր գումարը, մեր հասանելիքը 85-ը տալիս տանում եք, ամենավատ վիճակում մենք ապրում ենք, գոնե մեր հասանելիքը տվեք, ուրեմն գալիս եմ, ես ես խոսք եմ տալիս, եթե իրենք չհասկացան, առաջի անգամ 91 թվականից հետո քաղաքապետարանը դադի է տալու կառավարությանը և պահանջելու է, գնալու ենք, եթե Հայաստանի Հանրապետության մեջ կարողացանք հասնել արդյունքի, գնում ենք մինչև Եվրոդատարան, և դա կլինի դեմոկրատիայի համար առաջի գրավականներից արդյունքներից մեկը, որ քաղաքապետարանը համարձակություն է ունեցել դադի տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը նրա համար, որ գողանում է Գյումրիի գումարները։ Լավ, ձեր ղեկավարներից շատերը ասում են, թե դիտավորյալ ենք աղերի գոտին պահել, չենք վերջացնում, որ դրսից գումարներ բերենք։ Լավ, դրսի գումարները տանում ենք։ Մեզ պահեցիք, պատերազմի հետ կապված ընդունում ենք, որ պատերազմեր պետք է անպայման այնտեղ առաջինը գնար գումարները։ Բայց այսօր այս հասանելիքը, մեր հասանելիքն եք մտնում մեր գրբանը։ Այսպես մեզի ոնց կարելի է պահել։ Եթե երկրորդն ենք, Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն ենք, գոնե երկրորդ ձևով տվեք գումարները, լավ 10-րդական ձևով տվեք գումարները։ Այսօր գյուղեր կան, որ մեզանից լավ են ապրում։ Աբովյանը ընդամենը 30 տարվա, 40 տարվա քաղաք է, մեզանից 1000 գլուխ լավ է ապրում։ Չեմ ասում կողքի Արարատյան դաշտավայրի գյուղերը, ինչի համար, որովհետև դուք այնտեղ եք ապրում, առաջինը մորտուս, հետո որդուս։ Լավ, հիմա այսպես եք անում, համ մորտուս, համ որդուս, համ մորկուրիս մարտուս, աղ ձեզի, բմեզի։ Ուրեմն ոտքի են կանգնելու։ Ես տեսեք առողջացման ծրագիր եմ ասում։ Հետո մյուսը ազատ տնտեսական կոդի։ Ուրեմն գիտեցեք, բայց ավելի ես նախընտրում եմ, որ սրանք մեր հասանելիքը տան, քան թե ստեղծենք ազատ տնտեսական կոդի։ Ես 96 թվականից ասում եմ, այո, ազատ տնտեսական կոդի։ Մեր թվարկությունից առաջ, մեր թվարկությունից հետո աշխարհում չի եղել մի երկիր, որ եթե որևիցե միտեղ աղետ տեղի ունենա, այդ երկիրը չկրճատի աղետ տեսած քաղաքի եւ մարզի գումարները։ Բացի Հայաստանի Հանրապետությունից, ես զարմանում եմ, ես ինչ մոտեցում եմ մեր նկատմամբ։ Աշխարհի օլիմպիական չեմպիոնները մենք ենք տվել։ Մշակույթի, կրթության, Անանյա Շիրակացի ենք տվել։ Մեհեր Մկրտչյան ենք տվել։ Ուրեմն տվել ենք Յուրի Վարդանյան, Արթուր Ալեքսանյան, ես չգիտեմ Մնացական Իսկանդարյան, Լևոն Ջուլֆալակյան եւ այսպես ամբողջ դրոշները բարձրացնողը լեննականցիներն են։ Ստեղծել ենք 17 դպրոց, խնդրեմ ես դպրոցը, ես եկա, ես եմ բացել դպրոցը, չգիտեմ հիմա ինչ վիճակի մեջ է։ 17 դպրոց եմ ստեղծել։
Ես չգիտեմ կգամ ամբողջությամբ կմտնեմ կնայեմ բոլոր դպրոցները, բայց ես գիտեմ որ լողավազանը որ կառուցել են մտնում են ներս հրուշկեկը զամոկները ընդում չի աշխատում որ աղջիկ տղա իրար մոտ արակարգով բացեն մտնում են խայտարակություն է այդքան գումար էլ չունեն այսինքն տեր չկա քաղաքին ցավացող չկա երբեք տեսե որ քաղաքապետը ձեր կարողանա պետությունից բան պահանջել որ քաղաքապետն էլ է բացի այս տղայից Հələ հիշեք, այն ժամանակ ասում էին, որ մենք 500-ից 700 անօտևան է մնացել։ Իսկ ես ասում էի, խապում են, քաղաքում մնացել է 5700 անօտևան։ Եվ այդ խոսքերն ասելուց, երբ որ ես բարձրացրեցի հանրապետական կուսակցության, ուրեմն այդ ժամանակ 40 օր էր մնացել դրությանը, ճանապարհին թափվան թուր քայերը եւ 4 այրուծի պես տղու առանց զենքսեց փամփուշտերի դեմը կանգնած էին խփում են 7 փամփուշտ է մտել իմ մարմնի մեջ հիմա 5 է իմ մարմնի մեջ է 5 հատ էսպային 200 ասկոլկա իմ մարմնիս մեջ է բայց ես համարձակություն եմ ունեցել նորից տեսակ մեկի ոդկանը չեն սխմել ընտանիքով քաղաքում չեն փախան բայց ես այդքան բանը տեղի ունեցել այդքան խփել են այդքան գործել են վրես հարուցել են նորից ես համարձակություն եմ ունենում որովհետեւ ես գիտեմ որ ոչ մենք թալան ենք արել ոչ մի բան ենք արել Ես պարշճագատ կագնած եմ 30 տարի 20 տարի է վրես գործ եք հարուցում են նույն խոսքերը նավթալինի հոտ եկած խոսում եք ինձ մեղադրում եք դրա համար որ մարդկանց տարածքներ եմ տվել բնակարան են կառուցել 60-րդ հոդվածը તો գեդինը մտնիկ ինչ 60-րդ հոդված երկրաշարժից հետո մխոյենց կովերը պտտվում էին հասկացար հայու հրաբարակը դոմիկները դրել էին կենտրոնական հրաբարակներում եւ այստեղ են իր աղբերների եւ իր թաղի տղաների հետ գորկա այգին մենք ենք պահե այսօր էլ Թումո կենտրոնը բերե դրել եք առաջի $30,000 ես եմ տվել իմ եղբայրներով մեր զարտերը վաճառը բերե տվել ենք մենք գիտենք թե նորմալ մարդիկ ենք ակազրեց է հետևները ով է կանգնած Հետևներով է կանգնած, այո կանգնած է երրորդ նախագահի հարազատները, ես չգիտեի, $30,000 դրանց տվեցինք, հիմա եկել են, ուզում են օազիսը խլեն մեր ձեռից, այ պատկերացրեք թե ովքեր են սրանք, դրա համար այս դատական գործերը վրեկս հարուցել են, որ մենք վախենանք, ասենք նվիրատվություն ենք տալիս ձեզ, մենակ մեզ մի բռնեք, մինչև վերջ պայքարելու ենք, գնալու ենք մինչև Եվրոդատարան եւ ձեզ էլ չի մնալու, լավ իմացեք 8 հիվանդանոց եղել, այստեղ 4 հիվանդանոցն էր, չէ՞ թե երրորդն էր, երրորդ հիվանդանոցն էր, բոլորը փակեցին, մի հիվանդանոց են թողել ենել, ես եմ կառուցել, գիտենաք, մեծ ջանքերով, մեծ կռիվներով բերել եմ այդ միջի բժշկական սարքավորումները, ամեն ինչ արել են, որ այդ հիվանդանոցը ուրեմն կառուցվեր, բայց մեզ պետք է երկրորդը, երրորդը, դա պարտադիր է, դրա համար, ուրեմն պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ, ռուսներն ասում են անպայման ուրեմն սաբմեստի հիվանդանոց ենք բացելու, գործարաններ ենք բացելու, հիշեք համատեղ գործարան ենք բացելու և համատեղ հիվանդանոց, այսինքն Մոսկվայի ամենա լուրջ հիվանդանոցների հետ պայմանագիր ենք կնքելու, ուրեմն շենք շինությունը քաղաքապետարանն է տրամադրելու, սարքավորումներն ու պրոֆեսորները, ուրեմն մասնագետները իրանք գալիս են Մոսկվայից եւ դա մեծ բան կլինի շահույթը 50 կամ 60 կամ 40% գալու է Գյումրու քաղաքապետարան եւ այն մարդիկ որոնք այսօր գումար չունենալով մահանում են հիվանդանոց չգնալու Գյումրու քաղաքապետարանը տեր եղնելու իր քաղաքացիներին ոնց որ այն ժամանակ ասում եք թե գնանք հերանցս տուն Գյումրու քաղաքապետարանը դարել էր գյումրեցիների հերանց տունը որովհետև մերերը թաղում էինք, հիվանդին հասնում էինք, հիվանդանոցը գնում էինք, չկավորին հասնում էինք, ցրդին տեր էինք կանգնում, լույսին, գազին, ամեն ինչին տեր էինք եղնում, հասկանալի է, և դրա համար դուրերը չեկավ, դրա համար դուրերը չեկավ, խպեցիք Աստված պահեց, բրեկս գործեք սարկում Աստված չի թողնի, որ երկար մնաք, մուրազները փորեր էդ կմնաք, ետին է մրդիկ, հանգիստ եղեք, Հիմա էլ, չգիտեմ ինչ են ձայնագրել, հիմա էլ ձայնագրել են ասում են, հələ տեսեք ինչ է խոսում, ահաբեկում է, չգիտեմ ինչ է անում, ուրեմն բարձրաձայնում են, դա արեստական ինչ է կոչում, բանականություն, չգիտենք էլ է դա ինչքան բանեմարում մորանում են, արեստական բանականություն է կոչում, են օրն էլ դու էիր խոսում, Նիկոլ, թուրքերեն էիր խոսում, հիմա դա ոնց հասկանաք, այսինքն էլի նոր դու իսկական էիր խոսում, թե արեստական բանականություն է։ Իսկական էր խոսում ենք։
Հիմա էլ երկու տեխնազուի ուրեմն գրասենյակներն են ստուգում, հասկացար այս պահի դրությամբ։ Առնվազը խայտարակություն է։ Եթե իսկական եք անում, ուրեմն ամոթ ձեզ, իսկ եթե պայմանավորված ռեյտինգ եք բարձրացնում, Աստված տեղյակ է, ամեն ծածուկ գործը Աստված կբացահայտի, իմս մաքուր շիդակ արտար, ես դատապարտում եմ այս րոպեին նմանատիպ գործողություն կատարողներին, և դատապարտել եմ ու հայտարարություն եմ տարածել, այս ամեն ինչը ես բարձրաձայնում եմ, մի հատ էլ ուրիշ բան եմ ասում, ինչ ենք անելու, ուրեմն ստեղծելու ենք Բռուշատկի արտադրամաս փոքր գործարան, որտեղ կաշխատեն մոտ 50 հոգի, դա պետք է լինի քաղաքապետարանի սեփականությունը, հանք ենք գնելու, 5 քաղաքը Բռուշատկով պատելու ենք, 5 քաղաքը, եւ պատկերացրեք $1,000,000 էկոնոմիա ենք անելու, որովհետև ասֆալտը 10 տարի է, իսկ Բռուշատկեն մոտարապես 100-200 տարի, այսինքն քաղաքապետարանը պետք է ցանկություն ունենա, միայն հրապարակի մուտքերը 5 հատ են, եթե այդտեղ անցումներ են կառուցում, պատկերացրեք քաղաքապետարանը սարքում է, մեջը ուրեմն խանութներ է սարքելու, մեջը կաֆե է դնելու եւ վարձակալությամբ տալու է եւ այդ վարձակալության գումարները հսկայական է լինելու կամ եթե մեր գումարները չերիկացրեց անհատներին ենք տալու անհատները մի բան էլ քաղաքապետարանի բյուջե գումար են մուծելու եւ այդ անցումները սարքելու են հասարակ բաների մասին եմ ասում մասարտները այս Լինսի հիմնադրամի որ այստեղ կառուցվեց դա ուրեմն գիտեցեք թող Լուիսի Իշտի Գրգորյանի Շիրիմին եւ իր նախնիների ուրեմն այդ ծրագիրը որ վերել էին պատկերացրեք ձեր աչքի առջև եղել ինձ տալիս էին 2-ից 3 ամիս ուրեմն ժամանակ որ տարածքների իրացման խնդիր պետք է լուծվեր բայց մարդիկ այդ ժամանակ 7-րդ կետի արտոնությամբ մարդկանց էին բնակարան տալիս մարդիկ դուրս չէին գալիս 8-րդ 15-րդ 30 կետի արտոնություն ունեին ասում են որ մենք հիմա գազ ենք քաշե կանալիզացիա ուրեմն ջուր ենք բերել էլեկտրականություն ենք բերել այս տնակները փտել է հիմա դու հանում ես տանում ես հաշտերը դնես մենք այստեղից դուրս չենք գա ես էլ ասում եի փոխեք 432 որոշումը կառավարության որ ես կարողանամ այս մարդկանց հետ պայմանագիր կնքել եւ ասենք այդ մարդկանց այդտեղից բնակարան տալ չէին անում դիտավորյան չէին անում լոկպիբանի համար որ ծրագիրը ձախողվեր եւ տանեին Երևան ասում են մշակույթային օբյեկտներն են կառուցապատելու եթե կարող եք տարածքները իրացրեք ուրեմն ես իմ մոդիկներին ընդդուպ ընտանիքիս անդամներին ասենք մշակույթի աշխատողներին սպորտի մանկապարտ նախակրթարանների աշխատողներին հավաքել եմ ինձ հետ եկել եմ այս մարդկանց հետ բոլորի հետ պայմանագիր եմ կնքել ուրեմն օրենքը անտեսելով իմ վրես քրեական գործ էին հարուցել երբ որ այդ ժամանակվա նախագահ Քոչարյանը Ռոբերտը եկավ դադախազը այստեղ ուրախ այսպես երջանիկ դե իրանք սովորեն չէ մարդկանց ուղարկել վերջը դա ելնում ասում է քաղաքապետը օրենքը խախտել է վրեն 3-ից 8 թե 5-ից 10 տարի հոդված ենք դրել պարոն նախագահ հետո ասում է բանը որ Ղուկասյանը իր լիազորությունները բանը չարաշահել է ուշադիր լսում ու դառնում սենց անում ուզես էլ ես Գյումրի չկամ այ տղա այս գյումրեցիք դու գիտես իմ գլուխս իշկեն են եթե Վարդանին թադեցինք ինչ է արել որ իր քաղաքի համար մարդը դրել է անձնական այդպիսի մոդեցում է ցուցաբերել եւ այդ գործերը այսպես հեշտ ու հանգիստ սրանք չեն կառուցվել հիշեք կյանք եմ դրել որ սրանք կառուցվել է մյուս ասեմ ուրեմն ամեն շենքը եթե 3 հարգանի է պետք է վրեն կառուցվեր 4 հարկ եթե 4 հարգանի է պետք է վրեն կառուցվեր 5 հարկ վրայի մի հարգերը չկա բայց հիմքերը մի հարկ ավելի է կոմունիկացիաները նույնությամբ հիմա դե պատկերացրեք պայմանավորվելու եմ շինարարների հետ տվյալ մարդկանց հետ պայմանավորվում եմ անհատական մոդեցումներով որ վրեկը պիտի մասարտերով կամ այդպիսի հարկ պիտի մի հատ ավելացնենք հսկայական 1000 քանի 100 բնակարանի մասին է խոսքը եւ դա կդանք կամ վարձակալությամբ ուրեմն կամ կվաճառենք կամ տվյալ վերևի հարկերին որ պիտի խանգարենք իրանք այնպես կանենք որ այդտեղից իրենք անպայման բաժին ունենան եւ ծրագիր է, հասկացեք, ծրագրի մասին է խոսքս։ Քաղաքի կենտրոնական հատվածները, որտեղ շատ պահանջարկ ունեն, ուրեմն կտուրներ են սովորական։ Այդ կտուրները փոխելու ենք մասարտների, ոնց որ Ֆրանսիայում է, Անգլիայում է, Գերմանիայում է, եւ դրանք վարձակալությամբ ենք տալու։ Դրանք վաճառելու ենք։ Չնչին գումարներով է կամ մեծ բաները չէ։ Ես հրացեվը գիտեմ թե ոնց ենք անելու, իմ ծրագրի մեջ ֆիքսել եմ եւ մի բան եմ ասում։ Աղոթեք, որ կատարենք։ Աղոթեք, որ կատարենք։ Մյուսն եմ ասում,
Մյուսներ եմ ասում։ Ես մյուսների պես չեմ խնդրում, աղաչում եմ, խնդրում եմ, ինձ ընտրեք, չգիտեմ, սենց բաներ ես կյանքում չեմ անի, եթե ընտրեցիք կշահեք դուք, չընտրեցիք կշահի ընտանիքս և եղբայրներս, սա հիշեք, մնացածը ձեզ, ես գնում եմ, մեկ էլ վերջում մի բան եմ ասում, եթե զիշ չեք հավատա, ապա գործոցի մոտ հավատացեք, շնորհակալություն։ Եթե բանդա ասեք, ես չգիտեմ կարող է սրանք ինձ բանդարգեն, կարող է ինձ խփեն, ոտքի կանգնեք, մարդկանց կողքը մինչև վերջ կանգնեք, որ սրանցից պահանջենք, հանդարտ մենակ չթողնեք, ամոթ է եթե մենակ թողեցիք ինձ, այդքան բան, հաջողություն, հաջողություն։ Քվեատերտիկ համար 2, քվեատերտիկ համար 2, քվեատերտիկ համար 2